Մենք հիմա շարժվում ենք արդեն հավաքի վայր և մեր քաղաքացիներին կներկայացնենք և մեր մոտեցումները և մեր գնահատականները։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարգելի հայրենակիցներ, մենք հիմա հավաքում ենք և այս պահին Արսեն Սաֆարյանը ներկայացնում է համերգային ծրագիրը։ Իհարկե սա վաղուց էր պլանավորված և սրանք փորձեցին, այսպես ասած, մեր ընտրաշավը, քարոզարշավը կեղտոտել, փչացնել, խանգարել մեզ, խնդիրներ առաջացնել, բայց միևնույն է դա նրանց մոտ չի ստացվել ու չի ստացվելու։ Խնդրեմ կարող նայել։ Հիմա ուզում եմ հասկանալ տրամադրությունը սերի հանդիսատես։ Ես կարծում եմ անտեն ավելի ջեր մենելու։ Բարև ձեզ։ Լավ է ամեն ինչ։ Այս մասկի շոուները բայց իրանց հետ կապված էլի։ Իրանք մտածում են իրանց օգնել, բայց ոչ մի բան չի։ Ձերքերը բարձր միասին։ Բրավո։ Երասես, երբ կհասնեմ քեզ, իվը հավես կդարած։ Դու իրախվի քեզ, բայց իմ երկով ես քեզ կգտնեմ հավատալ։ Քո մտքերում անվերջ մի քաոս է, ոչ միայուն հարևան։ Քո պատմության մեջ ես իրերոս եմ, խենց իրահար բոլորված Քո անունը սերի, իմ ոխին է խենցասնում, քո անունը սերի, նոր հույսեր է ապնասնում, դու կերգին կասես, երանում եմ ես, այս խոսքերը մեզ նորից, բաժանում եմ իրարից, քո անունը սերի, իմ ոխին է խենցասնում, քո անունը սերի, նոր հույսեր է ապնասնում, դու կերգին կասես, երանում եմ ես, այս խոսքերը մեզ նորից, բաժանում եմ իրարից, Ծավեր ուրունացի, ուրունացի Այլոքերդ, սիրտույզերդ, միշտ հակասում է վիրաշ Կամ խավարով ես, կամ լուսավոր ես Մեկ խավակ է, մեկ հարաճ Դեպի քոսերը պատճանապար է, ես այն փորձում եմ ասել Քո պանչված, վարկյանը դար է, դար որ փորձում եմ ապրել Միասին, քո անունը սերի, իմ հոգին է խենչացնում Քո նոր հույսեր է ակնասնում, դու գրքին կասես, հեռանում եմ ես Ես գիտեմ, որ դուք ավելի բարձր գանում եք երկերից գնացի Իմ ոգին է խենցասում Նոր հույսեր է ախնասում Դու բերգին կասես
հեռանում եմ ես այս խոսքերը մեզ նորի բաժանում են իրարի Բացում ավելի բարձր կծապարեք Սովորեցին չի արդեն միասին Քո անում կսերի Իմ օքին է խենթացնում Նոր ույսեր է աղտնացնում Դուք երկին կասես Հեռանում եմ ես Այս խոսքերը մեզ նորից Բարձր են երկում Իմ օքին է խենթացնում Նոր ույսեր է աղտնացնում Դուք երկին կասես Հեռանում եմ ես Այս խոսքերը մեզ նորից Ծապր ուրորացի Քո անում կսերի Իմ օքին է խենթացնում Քո անում Գիշեր իջնում սահմանի մոտենում հանկարծ թշնամու դուրս աչքերիս առաջ իմ ման աղոթքի ձայնն է քո իմ սրտում ամենուր փամփշտից ինձ փրկում լուրս հավատով սպասում որ կա թե որ ընկնեմ ես տեղին եղբայրը կբերի խաղաղ երկինք քեզ ման հերոստագերքը մեջ երամբացունքնի մեջ զոհվել չկա տեղենք Քրվի ժամի Սա հայրենիքն է մեր Սուրբ հոգու հորողել Պիտի ծնկի գա թշնամի
Կախված այս հողից ժառանգած հաղթանակն իմ հողից հայրս որ կարգում հերոս դարձա հերոսից հերոսներ են ծնվում թե ընկնեմ խորս պես ես կարգում կյանքս իմանամ իմաստ կտավ սա իմ երկիրն է իմ ճակատագիրը թշնամի մեր հսոր սարքից ընկավ հերոստակերքը մեր ելամբաց սուկնի վերջ զոհվել չկատևեք կրվի ժամի սա հայրենիքն է մեջ սուրբ ողու հորովել պիտի ծնկի գա թշնամի հերոստակերքը մեր ելամբաց սուկնի վերջ զոհվել չկատևեք կրվի ժամի սա հայրենիքն է մեր սուրբ ողու հորովել պիտի ծնկի գա թշնամի պիտի ծնկի գա հերոստակերքը մեր հերոստակերքը մեր հերոստակերքը մեր Ելք ավելի բարձր ծափարենք մեր բոլոր հերոստակերքի մայրերին, ծնողներին իրենց կանանց Խալքը պատիվ այսօրվա բանակին և հուսով եմ, որ մենք ես շատ հզոր բանակ ենք ունենալ և առաջարկում եմ ևս մեկ անգամ ծափարել, որ հասնի բոլոր տղերքի Թոքնիկ դատարից մենք կրկին կմիանանք ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում Բարև ձեզ սիրելի գյումրեցիներ, սիրելի Գյումրի Լավ եք չէ ժողովուրդ Հիմա բեմ հրավիրենք Գյումրու ավականու ընտրություններում
Մայր Հայաստան դաշինքի թեկնածուներին Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ ծափահարություններով Ինչպես նաև բեմ ենք հրավիրում Մայր Հայաստան Երևանի ավականու խմբակցության անդամներին, ովքեր այստեղ մեր հետ հերոսական աշխատանք են կատարում։ Ծափահարություններով Թիմը այստեղ է, չէ՞։ Այո։ Հարգելի գյումրեցիներ, մենք լավ ենք, բայց հանրապետությունում մի մարդ է վատացել։ Երեք ազգային ժողովի ամբիոնի մոտ վատացել էր, հստակ զգացվեց։ Այդ վատանալուց հետո ասել է իր ոստիկաններին, իրավապահ մարմիններին, ասել է գնացեք Գյումրի ընդդիմադիրներին ասֆալտին ծեփեք։ Բայց Գյումրիում ասֆալտին ծեփված է Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը։ Իրանք պետք է այդ վարկանիշը ասֆալտի վրայից քերեն։ Ինչպես շատերը տեղյակ եք, այսօր առավոտվանից Նիկոլ Փաշինյանի ուղարկած ոստիկանները պարալիզացրել էին Մայր Հայաստան դաշինքի շտաբի աշխատանքները։ Իրենց թվում է այդպիսով մենք վախենալու ենք, չգիտեմ, զգուշանալու ենք, հակառակ արդյունքն եք ստանալու։ Եվ այդ ոստիկանական գործողությունների արդյունքում նաև մեր թիմից կան բերման ենթարկվածներ, երիտասարդ պայծառ աղջիկներ ու տղաներ։ Առաջինը բերման էին ենթարկել Էմա Գրիգորյանին, երիտասարդ մանկահասակ երեխաների մայր, եկել էին երեխաների մոտից բերման էին ենթարկել, տարել էին Երևան, թե ինչ կար պարզելու, որ Գյումրիում չէին կարողանալու պարզել։ Բայց մի մասը դեռևս գտնվում է այդ իրենց իրավապահ մարմինների մոտ, այսինքն ձերբակալված են, թե կալանավորված են, անպայման իրենք էլ ազատ կարձակվեն։ Ես հիմա Էման Գրիգորյան հիմա մեր հետ է եւ Երևանից հասել է արդեն այստեղ։ Ես կցանկանայի Գրիգորյան Էմային այստեղ ծափահարություններով հրավիրենք բարձրախոսիով։ Բարև ձեզ սիրելի գյումրեցիներ, շնորհակալ եմ այս աջակցության համար, որ դուք ցուցաբերում եք մեր թիմին։ Պիտի նշեմ, որ ԿՊ-ին մերժելու ևս մեկ պատճառ ունենք։ Այս անօրինությունները, որոնք իրենք իրականացնում են եւ կարծում են, թե դրանով մեզ թուլացնելու են, սխալվում են։ Սա ևս մեկ ապացույց է, որ մենք ուժ ենք եւ մեզանից վախենում են։ Այնպես որ բոլորը միահամուռ մերժում են քաղաքացիական պայմանագրին եւ մենք ձայնը տալիս ենք Մայր Հայաստան դաշինքին։ Համար 4 Շնորհակալություն։ Հարգելի գյումրեցիներ, հարգելի դիտողներ, Փաշինյան Նիկոլի ոստիկաններին ուղարկել է Գյումրի բռնաճնշումներ իրականացնելու մյուս մեր գործընկեր ընդդիմադիր ուժերի նկատմամբ մենք դատապարտում ենք այդ բռնաճնշումները, դատապարտելի է դա հարիշ չէ ժողովրդավարական երկրին, ինչպես իրենք ներկայացնում են, բայց այստեղ ժողովրդավարության ժտարն էլ չի մնացել, սա կոնցլագեր է ուղղակի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սարքում է կոնցլագեր, սա մահաբեր իշխանություն է, սա սոցիալական աղետ բերող իշխանություն է, տեսեք ինչ կատարվեց, որպեսզի հանձնապես պատկերացնենք, Երևանի ավականու ընտրությունները ես ձեզ ներկայացնեմ, ինչ արեցին, եկան ասեցին, ասեք կանենք, եկան մի կերպ իշխանությունը զավթեցին նստան ու արածները գիտեք ինչ էր, թանկացումներ, գույք արեկը թանկացրեցին, տրանսպորտը թանկացրեցին, կարմիր գծերը 13 անգամ թանկացրեցին, իհարկե Մայր Հայաստանը այդ ամենի դեմ պայքարի առաջին գծերում էր, բայց ինչ-որ բան հաջողվեց իրենց անել։ Հարգելի գյումրեցիներ, ԿՊ-ականները եթե հանկարծ ինչ-որ ձևով, ինչ-որ հրաշքով հայտնվեցին Գյումրու
քաղաքապետարանում նույն բանը գյումրեցիներ մեզ է սպասվում, թանկացումներ, սոցիալական աղետը խորանալու է, Գյումրին հիմա Գյումրին եւ Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզն է, իրենց օրոք որևէ բան չի փոխվել, ավելի է խորանալու, հարգելի գյումրեցիներ, ընտրություն կատարելուց հստակ կշռադատեք, տեսեք թե ինչ են արել, 7 տարի իրենց տված որևէ խոստում իրականություն չի դարել, ուղիղ հակառակն են արել, ասում են Նիկոլ Փաշինյանը քաղաքացին տուկանքի մատերիալ չէ, հիմա ինչ է կատարվում, բոլորին համատարած տուկանում են, մեկը դակը, մեկը ոստիկանությունը, մեկը չգիտեմ ինչ։ Հարգելի գյումրեցիներ, հիմա խոսքը ուզում եմ տրամադրել Գյումրու ավականու ընտրություններում Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող առաջին համար Կարեն Սիմոնյանին։ Ողջույն Գյումրի, ողջույն Թասիբո մարդիկ, ողջույն համարձակ մարդիկ, մեր հարգելի տերերնիկին ուղղեմ Մայր Հայաստան տաշին։ Երկուսն էլ Հայաստանում են, Տերենիկեն այսօր շատ է խոսացել, փորձում է բարերը կուլ տալ, ոչինչ, չենք տագապարդում, Տերենիկ կեզ։ Հարգելի գյումրեցիներ, այսօր վաղ առավոտից բոլորդ ականատես եղավ, որ իշխող ուժը հայտնոտի մեջ գտնվելով փորձեց խանգարել մեր աշխատանքները, բայց մի բանում հաջողեց ինքը, որ ես չհասցրեցի պիջակ հագնել, սափրվել և գլխարկս հանել։ Մնացած բոլոր աշխատանքները իդեալական սկսել են, շարունակվում են և վերջացնելու են իրենց հաղթանակով։ Ինչքան իրանք ուզում են շեղել մեր թիմի, մեր ծրագրերից, որ մենք չխոսենք Գյումրու զարգացման ծրագրից, մեր ընթացիկ ծրագրերից, փորձում են ամեն ինչ անել, սև ու սպիտակի վերածել, որպեսզի պղտոր ջրում ձուկ որսան, չի հաջողվելու։ Ես հենց հիմա խոսելու եմ մեր Գյումրուց, Գյումրու զարգացումից, մեր թիմից և մեր ապագա հաղթանակից։ Հարգելի գյումրեցիներ, Մայր Հայաստան տաշինքը այս ընտրություններում ներկայացրել է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագիր։ Հեռանկարային ծրագիրը դա ազատ տնտեսական կոդին է և Գյումրուն դա ազատ քաղաքի կարգավիճակ։ Այս ծրագրի իրագործումից հետո շատ կարճ 2-ից 3 տարվա ընթացքում Գյումրին 180 աստիճանով փոխվելու է դեպի լավը։ Դա են վկայում մասնագետների ապացույցները, դա է վկայում միջազգային փորձը, դա է վկայում չինական փորձը, որ յուրաքանչյուր քաղաք, գյուղ, որը ուզում են զարգացնել, տալիս են ազատ քաղաքի կարգավիճակ։ Ունենալով ազատ քաղաքի կարգավիճակ, յուրաքանչյուր տնտեսվարող ազատվում է 50% հարկերից, ազատվում է ավելացված արժեքից և շրջանառության հարկից։ Եվ այս ամենը նպաստելու է մեր ապրանքների էժանացման, ներդրումային հոսքերի, աշխատավարձերի ավելացման և ի վերջո կենսամագարտակի բարձրացման, որը նաև հանդիսացել է մեր աղետի կոդի պիտակ լինելու պատճառ։ Քանզի մենք գիտակցում ենք, որ աղետի կոդի ենք ոչ միայն երկրաշարժի հետևանքով, այլ նաև
ծանր սոցիալական պայմաններով։ Մեր ընթացիկ ծրագրերի մեջ են մտնում նաև մեր քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացումը, քանի որ ես գործարար եմ, շատ լավ եմ հասկանում, առանց բարձր եւ ազնիվ աշխատանքի, արտար աշխատավարձի չենք կարող որակ ապահովել եւ գործարար լինելով շատ լավ եմ տիրապետում տնտեսելով ապահովել զարգացում։ Եթե միայն տնտեսում ես, ուրեմն կորցնում ես որակը։ Եթե շռայլում ես, ուրեմն բյուջեն ես մսխում։ Հետևաբար, մեր գործարար դաշտից մուտքը դեպի քաղաքի կառավարում ի նպաստ է լինելու մեր քաղաքի զարգացմանը։ Մի փոքր խոսեմ մեր թիմից։ Թիմ, որը կազմված է բացառապես արտար մարդկանցից, կազմված է բացառապես հային, գյումրեցուն վայել ընտանեկան արժեքների կրող տեսակից։ Թիմ, որը նմանվել է մեղվի փետագի և առավոտից իրիգուն աշխատանքով է լցված։ Մենք այսօր երիտասարդության համար բացել ենք դռներ, զբաղված ենք դռներ կառուցելով, որպեսզի իրանք էլ ունենան այն նույն առաջընթացը եւ գիտական ոլորտում, եւ մշակութային, եւ կրթական, եւ իրենք էլ ունենան իրավունք ունենալու այն ամենը, ինչ ունեն զարգացած երկրների երիտասարդությունը։ Մեր թիմի կազմում համալրված են գործարարներ, տնտեսագետներ, քաղաքագետներ եւ յուրաքանչյուր անձ, ով միացել է մեր թիմին, չի ունեցել մեր հետ այն 1000 տարվա ընկերական հարաբերությունը, որովհետև մենք որտեղ գրել ենք ոչ թե թայֆաբազություն, այլ իրական զարգացման ծրագրերին օգուտ տվող մարդկանց։ Երեք մեր երթերի ընթացքում մի քանի անգամ անդրադարձել եմ իշխող ուժին, իշխող ուժի սատարողներին, փոխանցելով իրենց մեր էներգիան, մեր ժպիտները, մեր հարգանքն ու սերը եւ ասել, որ բացարձակ կապ չունի, որ դուք սատարում եք որևիցե այլ ուժի։ Եթե մենք ստանձնենք քաղաքի կառավարումը, ապա միանշանակ ձեզնից ովքեր որ մասնագետներ են եւ ունեն այն ծրագրերը, գաղափարները, որոնք պիտանի են մեր քաղաքին, միանշանակ գալու ենք ձեր հետևից եւ ձեզ տանք հարտակ, որպեսզի այդ լավ գաղափարներն ու ծրագրերն իրագործեն։ Եվ դրան պատասխան ստացան այսօր առավոտվա իրենց վայրագությունները։ Հիմա ինչ անենք։ Մենք չենք իջնելու իրենց մագարտակին, ինչքան էլ մեր ոտքերից քաշեն ներքև, մնալու ենք բարձունքի վրա եւ համոզված եմ իրենց ենք քաշելու դեպի վերև, քանզի իրենք մեր գյումրեցիներն են, իրենք մեր բարեկամներն են, իրենք այն մարդիկն են, ովքեր Աստված մի արածը դժբախտության պատերազմի պարագայում կանգնելու են մեր կողքը։ Ի հեճուկս իրենց քաղաքական ուժի ղեկավարությամբ որոշ քաղաքացիական պայմանագրի համակիրներ միացել են մեզ, ողջունել են մեր այդ տեսակետը, իմ կարծիքով ցեպոչկեն բացվել է, մնացածներ են գալու այստեղ, բացառություն են կանելու, չենք ընդունելու են մարդկանց, ովքեր համակարգային վերից վար իմանալով մեր երկրին ծառացող վտանգները նպաստում են այդ քաղաքական գծին եւ օրակարգին։ Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորին, մեր կամքը կայուն է, հաստատակամ է, տալու ենք այդ փոփոխությունը Գյումրիին, դառնալու ենք այն մերանը ընդդիմադիր դաշտում, միավորելով ընդհանուր ընդդիմադիր դաշտը, իշխանազրկելու ենք քաղաքացիական պայմանագրի Գյումրիի կառավարումից։
լինել հերոստացույցի առաջ և մասնակցել իրենց ոգևորությունը տալով մեր բոլոր ընդդիմադիրներից, որպեսզի այսօրվա իրենց պատասխանը արժանվույն տան։ Սպասում ենք իշխող ուժի թեկնածուին բանավեճի սրահում։ Շնորհակալություն պարոն Սիմոնյան, միանշանակ հաղթանակ։ Ժողովուրդ ջան, ԿՊԱ-կան իշխանությունը տևական ժամանակ է լցվել է Մայր Հայաստան դաշինքի դեմ կեղտոտ նկտի հակաքարոզչության։ Դրանք բոլոր սոցիալական ցանցերում բացել են հազարավոր ֆեյքեր, տպավորություններ, որ յուրաքանչյուր ԿՊԱ-կան մի 10 հատ ֆեյք ունի, մի քանի հատ էջ ունի, դրանք գովազդի տակ դրած լկտի կեղտոտ հակաքարոզչություն են տարածում Մայր Հայաստան դաշինքի դեմ։ Հսկայական գումարներ ծախսելով։ Նրանք ինչ են ասում։ Ասում են, իբր ընտրակաշարք է բաժանվում, իբր էս են անում, մեն են անում, կեղծում են եւ այլն։ Դուք կեղծարարներ եք դուք, ընտրակաշարք բաժանողներ եք դուք։ Դուք չէիք, որ Արցախ ըստ օդում կախված լուրերի, Նիկոլ Փաշինյանի բառապաշարը օգտագործեմ, Արցախը ծախեցիք Ալիևին։ Գնացեք դրա պատասխանը տվեք, դրա մասին խոսեք, այդ կեղծիքներից խոսեք։ Մայր Հայաստան դաշինքը այս ամբողջ ընթացքում քաղաքակիրթ, համերաշխության կոչ անող եւ բովանդակային ծրագրային քարոզություն է իրականացրել։ Մայր Հայաստան դաշինքը ներկայացրել է Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու ծրագիրը, որը մշակվել է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, իսկ Կարեն Սիմոնյանը արդեն միսուայրուն է տվել ծրագրի գյումրեցիների աջակցությունը ստանալու առումով եւ հավաքվել է 7700 ստորագրություն ի աջակցություն այդ ծրագրի։ Այդ ծրագրով մենք իշխանություն լինելու դեպքում շատ կարճ ժամանակվա ընթացքում 1-2 տարի գյումրեցիներ ձեր կյանքը որակապես փոխվելու է։ Բարեկեցության առումով փոխվելու է, մթնոլորտի առումով փոխվելու է։ Եվ այս ամբողջ գաղափարախոսական ծրագրային մասը, ինչպես նշեցի, մշակվել է Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ղեկավարությամբ եւ հիմա խոսքը ցանկանում եմ տրամադրել հենց Անդրանիկ Թևանյանին։ Պարոն Թևանյան, խնդրեմ։ Ողջույն Գյումրի, ողջույն հարգելի գյումրեցիներ, եկեք ավելի բարձր ծափահարություններով մեր այս թիմակիցներին Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ աջակցենք ու սատարենք ու դրանով ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանին ոչ մի բան չի հաջողվել անել։ Հարգելի գյումրեցիներ, քաղաքացիական պայմանագիրը այս քարոզարշավի ընթացքում հարձակումներ է գործել ընդդիմադիր ուժերի, կոմունիստական կուսակցության, իմ հզոր համայնքի, մեր քաղաքի և Մայր Հայաստան դաշինքի դեմ։ Մենք դատապարտում ենք այդ մոտեցումը և կոչ ենք անում ընդդիմադիր ուժերին համատեղել ջանքերը քաղաքացիական պայմանագրին Գյումրիից վռնդելու նպատակով։ Դրա համար մենք ընտրել ենք միացիր որ փոխես կարգախոսը և մեր երիտասարդները անցնելով Գյումրիի բոլոր թաղամասերով վանկարկում էին այդ կարգախոսը, որպեսզի միավորեն գյումրեցիներին հանուն դրական փոփոխությունների և ընդդեմ թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող քաղաքացիական պայմանագրի և ուրեմն կրկնում ենք մեր կարգախոսը,
Միացի։ 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 Մայրաստան։ Համար 4։ Ճիշտ ընտրություն։ Կարեն Սիմոնյան։ Հարգելի գյումրեցիներ, պահը իրոք ճակատագրական է։ Դուք եք փաստել, որ այսպիսի ընտրություններ Գյումրիում չեն եղել։ Պատճառը այն է, որ 2023-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դավադրաբար հանձնեց Արցախը, սա առաջին ընտրությունն է դրանից հետո, այսինքն Գյումրու ընտրությունը դառնում է համապետական։ Գյումրին այսօր ոչ միայն հայրաքաղաք է, այլ նաև Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը։ Ծափահարություններ Գյումրիին։ Բայց քաղաքական մայրաքաղաք լինելը մեծ պատասխանատվություն է։ Դա նշանակում է, որ ձեր քվեարկությունից կախված է լինելու ամբողջ Հայաստանի ճակատագիրը։ 21 թվականին Նիկոլը վերարտադրվեց և մենք դրանից հետո կորցրեցինք Արցախը։ Հիմա եթե Գյումրիում Աստված մի արասցե, բռնաճնշումներով, կեղծիքներով, տարբեր մեթոդներով սրանց հաջողվի սոսնձված մնալ աթոռին, մենք կարող ենք կորցնել Սյունիքը, հետո նաև ամբողջ Հայաստանը։ Ուրեմն հարգելի գյումրեցիներ, խնդրում ենք, կոչ ենք անում, պահանջում ենք անպայման մասնակցել մարտի 30-ի ընտրություններին և մերժել քաղաքացիական պայմանագրին, ձայնը տալով ընդդիմադիր ուժերին և Մայր Հայաստանը պատրաստ է դառնալ այն միավորող ուժը, որը կստանձնի քաղաքի կառավարման պատասխանատվությունը գյումրեցիներին առաջարկելով adekvat և այլընտրանքային քաղաքապետ իդեմս Կարեն Սիմոնյանի բարձր ծափահարություններ։ Հարգելի գյումրեցիներ, Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը։ Ձեր ընտրություններից է կախված, թե ինչպիսին է ամբողջ աշխարհում ընկալվելու հայ ժողովրդի դիրքորոշումը։ Գյումրին հիմա ընտրում է ամբողջ Հայաստանի փոխարեն։ Գյումրին է որոշելու Հայաստանի ճակատագիրը։ Գյումրին պետք է դառնա այն մեկնակետը, որից հետո սկսվելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղավիժումը։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի գյումրեցիներ, դուք իմացեք, որ ձայնը տալով քաղաքացիական պայմանագրին ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, ընտրում եք Ալիևի պահանջները, բավարարում եք Էրդողանի նախապայմանները, նպաստում եք թանկացումներին, նպաստում եք սոցիալական ծանր վիճակի խորացմանը, իսկ եթե ընտրում եք ընդդիմությանը, ապա փոխում եք իրերի դրությունը և բերում եք խաղաղություն, հաղթանակ և առաջընթաց։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում գյումրեցիներին քվեարկել ընդդիմության օգտին և փոխել ստեղծված իրավիճակը։ Մարտի 30-ին ընտրատարածքում ձեր քվեարկությամբ որոշելու եք ոչ միայն ձեր երեխաների, ոչ միայն ձեր ծնողների ու ձեր, այլև ամբողջ Հայաստանի ապագան։ Իսկ այս խայտառակ բռնաճնշումները, որ կիրառում է իշխանությունը, ցույց է տալիս իշխանական համակարգի փլուզված վիճակը
իրենք էլ գիտեն, որ 15 մասի են բաժանված, չեն կարողանում հաղթահարել իրենց ուզած տոկոսները, դրա համար էլ դիմել են այսպիսի քստվնելի ու ճղճին քայլերի, ամոթ իրենց։ Հարգելի գյումրեցիներ, Մայր Հայաստան դաշինքը քվեաթերթիկում համար 4-ն է։ Ձայնը տալիս ենք Մայր Հայաստան դաշինքին և փոխում ենք զարգացումների ընթացքը դեպի սոցիալ-տնտեսական բարեկեցություն, դեպի թշնամանքի վերացում և դեպի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացում։ Միացիր! 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 Մայր Հայաստան! Համար 4! Կարեն Սիմոնյան! Ճիշտ ընտրություն! Միացիր! Միացիր! Ապրեք ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, հանկարծ չընկճվեք, որևէ աշխատանք, որ պլանավորվել էր մեր կողմից, չի դադարեցվելու, չի կանգնեցվելու, մենք շարունակելու ենք էլ ավելի բարձր մոտիվացիայով, շարունակելու ենք դեպի հաղթական ավարտ և միասին մարտի 30-ին պարզ երեսով նայելու ենք իրար ու ասենք, որ մենք կատարել ենք մեր աշխատանքը մինչև վերջ, այդպես է։ Շնորհակալություն սիրելի ժողովուրդ, Մայր Հայաստան, համար 4, միասին դեպի հաղթանակ, միացին որ փոխենք, ապրենք։ Գյումրեցիներ ջան, հիմա խոսքը կրկին տրամադրենք Կարեն Սիմոնյանին, եզրափակիչ մասով գեղեցիկ երգը կներկայացնի, բայց ոչինչ կա, ինքը կներկայացնի երգը։ Պարոն Սիմոնյան, խնդրեմ։ Այս պահին ուզում եմ մեր թիմագիստներին խոսքս ուղղեմ, այն երիտասարդներին, ովքեր այս 15 օրվա ընթացքում ամբողջ քաղաքի փողոցներին լսելի դարձրեցին մեր ձայնը, իրենց ազնվությունը, բոլորին նվիրեցին իրենց ժպիտները, Հենո ջան, հենց ժպտա, նկարեք էլ այդ տղու, այդ տղու ժպիտը նկարեք։ Ամաշով! Եվ այս ժպիտներով փորձել ենք գյումրեցիներին ցույց տալ, որ մեր նպատակները բարի են, միմիայն Գյումրուն են ուղղված, միմիայն Գյումրու զարգացմանն են ուղղված և թշնամիներ չունենք մենք։ Բոլոր գյումրեցիները մենք ենք և մենք բոլոր գյումրեցիներն ենք։ Եվ հիմա այստեղ եմ հրավիրում մեր Արսեն Գրիգորյանին, ով Գյումրու հիթ դարձած, ինչու՞ չէ նաև Հայաստանում հիթ դարձած երգի կատարողն է։ Խնդրեմ Արսեն Գրիգորյան, ով նաև օպերայի երգիչ է։ Բարև ձեզ։ Ես ինչ երեցիր, այ աղբեր, Գևորգյան, ներեգություն Գևորգյան, ես եկսեմ մեր Արսեն ընդեղից չէ, ես չեմ երկում էդ երկը, ինչ ես ինձի կանչում։ Արսեն ջան, շնորհակալ է, համ ձենը դլավը, համ տեսքը դլավը, համ էլ տված համն ու հոդը։ Սաղ Հայաստան հիտ դարձած երկը։ Ոնց տրամադրություն։ Հիմա բոլորով երկելու ենք Գյումրին սերը։ Գնացի։ Նոր է բացվել լույսը, ու ծաղկներ է հույսը, մեր աչքերում վար կրակ։ Թե անգամ հեռու ես, դու Գյումրու որդին ես, մեր բարևը նաև քեզ։ Բաց քո դուռը ժպիտով, տեսին Գյումրի նոր հույսով, դու արևին բարևիր, ու Գյումրու երկը լսիր։ Due
Հանկարծ մի օր գնամ Քո սերը գրկած հետ կամ Սերը մեր հավերժ է ու մեր Գյումրին սեր է Դու երացի տավատար Ես ու դու հզոր ենք Կարևորը նոր ենք Ես ու դու տանում ենք մենք Հանկարծ մի օր գնամ Քո սերը գրկած հետ կամ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարգելի գյումրեցիների, մա երթով Աբովյան փողոցով շարժվելու ենք դեպի հրապարակ։ Հիմա շարունակելու ենք մեր միջոցառումը երթով Այսպես գիտեք նախապես արդեն հայտարարել ենք իշխանությունը իհարկե հաջողվեց ոչնդոտներ առաջացնել ճիշտ է նյարդային իրավիճակ ստեղծեցին իրենց արածը իրենց մնաց Hop hop. Որ փոխենք
Yes,
Ես ու դու հզոր ենք, կարևոր են օր են, ես ու դու տանում ենք մենք հանգացի օր գնա, խոսերը կրկած է կան, կոտովացի որ դիմաց, կեզ պարվեմ տագուկ կամաց Մայր Հայաստան դաշինք, վեացերթիկ համար 4 միացիր, որ փոխենք Գյումրի նոր քաղաքապետ Հանդեսների աղթանակ Արին Սիմոնյան, Մայր Հայաստան, վեացերթիկ համար 4 միացիր, որ փոխենք Որ փոխենք Որ փոխենք Որ փոխենք Միացիր 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 Սիրելի գյումրեցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան դաշինքը։ Կոչ ենք անում բոլորիդ, մարտի 30-ին ակտիվորեն մասնակցել Գյումրու դիմադրություններին։ Մեր տեխնացուն է Կարեն Սիմոնյանը, քվեատերտիկ համար 4, միացիր որ փոխենք։ Մայր Հայաստան! Համար 4! Մայր Հայաստան! Համար 4! Ճիշտ ընտրություն! Կարեն Սիմոնյան! Կարեն Սիմոնյան! Ճիշտ ընտրություն! Մայր Հայաստան! Համար 4! Ճիշտ ընտրություն! Կարեն Սիմոնյան! Կարեն Սիմոնյան! Սիրելի գյումրեցիներ, կոչ ենք անում բոլորիդ, մարտի 30-ին ակտիվորեն մասնակցեք Գյումրու դիմադրություններին։ Մայր Հայաստան դաշինքի տեխնացուն է Կարեն Սիմոնյանը, քվեատերտիկ համար 4, միացիր որ փոխենք։ Մայր Հայաստան դաշինք, վեացերթիկ համար 4 միացիր, որ փոխենք Գյումրեցուն բաժան անել չի կարելի, կապ չունի որ քաղաքական ուժին եք սատարում, ում եք ձայնը տալիս, ամենակարևորը Գյումրին մնա համախմբված, Գյումրին լինի միավորված,
խելջիկ յորա։ Ամենալավին, ամենամարտին, այխաբազություն հեսապտել, սարասնեն խաղակից չէ, ինչ կաբին, ես պաբեդայից եմ, կոշներանից եմ, սարասնեն տեղից չէ։ Ոչ ենք ասում այն իշխանությանը, որը համակրպելու փոխարեն պարակտում է, որը նորից բաժանում է սևի ու սպիտակի, Վանաձորցու, Երևանցու, Գյումրեցու և Արցախցու։ Եվ բոլորս միասին փորձելու ենք ամսի 31-ին այդ հաղթական դրոշակը խփելով, միավորվելով իշխանաձեռքեր քաղաքացիական պայմանագրի։ Գյումրիին նոր քաղաքապետ, գյումրեցիներին հաղթանակ։ Կարեն Սիմոնյան, Մայր Հայաստան, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան դաշիկ, Քվեաթերթիկ համար 4, որ փոխենք։ Բաժան ունեցի տարելի, բաց չունին, որ քաղաքական ուժին եք սատարում, ում եք ձայնը տալիս, ամենակարևորը Գյումրին մնա համախմբված, Գյումրին լինի միավորված։ Հրարգեք ձեր խղճիկ յորա, ամենալավին, ամենամարտին, այխաբազություն հեշտապել, սարասնեն խաղակից չէ, ինչ կավին, ես պաբեդայից եմ, կոշներանից եմ, սարասնեն տեղից չէ։ Ոչ ենք ասում այն իշխանությանը, որը համակրպելու փոխարեն պարակտում է, որը նորից բաժանում է սևի ու սպիտակի, Վանաձորցու, Երևանցու, Գյումրեցու և Արցախցու։ Եվ բոլորս միասին փորձելու ենք ամսի 31-ին այդ հաղթական դրոշակը խփելով, միավորվելով իշխանաձեռքեր քաղաքացիական պայմանագրի։ Գյումրիին նոր քաղաքապետ, գյումրեցիներին հաղթանակ։ Կարեն Սիմոնյան, Մայր Հայաստան, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Ճիշտ ընտրություն։ Կարեն Սիմոնյան։ Ճիշտ ընտրություն։ Սիրելի գյումրեցիներ, բոլորին կոչ ենք անում։ Մարտի 30-ին ակտիվորեն մասնակցել Գյումրու դիմադրություններին Մայր Հայաստան դաշինքի թեկնածուն է Կարեն Սիմոնյանը, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Նոր է բացվել լույսը, ու ծաղկել է հույսը, մեր աչքերում վար կրակ։ Թե անգամ հեռու ես, դու Գյումրու որդին ես, մեր տարևան նաև ես։ Բացվել դուրը ժպիտով, տեսին Գյումրին նորույսով, ու արագի բացվին, ու Գյումրու եկրասի։ Սերը մեր հավերժ է, ու մեր Գյումրի սեր
մերժե ու մեր Գյումրին սերը ու երասի թավատա Ես ու դու խզոր ենք կարևորը նոր ենք Ես ու դու դարմում ենք Քեզ երկեմ սրտից այնով Քեզ երկեմ օգուս բարով Թե անկացի օր գնամ Խոսերը կգան Ստանդաշիկ, վեաթերթիկ, համար 4, միացիր, որ փոխենք Այն ուսորությանը, որը համակրկին կողար է, որը նորից կազարում է սերի կիտանի, բանադերքում, երևանքում, իմերքում և արծախում։ Եվ բոլորս միասին, որցելու է ամսի 31-ին, այս հաստական դրոշակությունով, միավորելով իշարազետներ արտադրական կատարաններին։ Մարտի 30-ին ակտիվորեն մասնակցել Գյումրի դիմադրություններին։ Մայր Հայաստան դաշինքի տեխնազունե Կարեն Սիմոնյանը, քվեաթերթիկ համար 4, մնացիր, որ փոխենք։ Նոր է բացվել լույսը, ու ծաղկել է հույսը, մեր աչքերում վառ կրակ։ Թե անգամ հեռու ես, դու գյունդու որդին ես, մեր բարևը նաև ես։ Ասագուրը ժպրիտով, տեսինում միոնիսով, դու արենի բարևիր, ու գյունդու եկրվիր։
Հաղթական դրոշակը խփելով միավորվելով իշխանաձեռնել քաղաքացիական պայմանագրի։ Գյումրին նոր քաղաքապետ, գյումրեցիներին հաղթանակ, Կարեն Սիմոնյան, Մայր Հայաստան, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Նոր է բացել մույսը, ուզակներ է հույսը, մեր աչքերում վար կրակ։ Թե անգամ հեռու ես, ուզում ու ոտին ես, մեր տարևը նաև ես։ Ասելու ես նպիտով, ես ուզում լիով
Ես ու դու հզոր ենք Նոր է բացվել լույսը, ու ծաղկնել է հույսը, մեր աչքերում վառ
դու երազի դավատա Մեր ծայնը հասոր է, կարևորը նոր է Անգնարի բան չկա Ես երկեմ սրտի ծայնով Ես երկեմ ողուս հարով Դե անկասի օրգնամ Խոսերը կնասեր կան Դե պատերը հում է Երազները նոր է Դու քարի տարի խաղար Անուշերը տան են Ու բուսեր անգին են Մայր Հայաստանի տագար Բաստը ուրը ժպրիկտով Տեսի դու գիլոր ույսով Դու արամի մայրվի Դու երկալասի Ողջունենք մեզ ողջունող քաղաքացիներին Եվ բոլորս միասին փորձելու ենք ամսի 31-ին այդ հարտական դրոշակը խփելով, միավորվելով իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին։ Գյումրին նոր քաղաքապետ, գյումրեցիներին հաղթանակ, Կարեն Սիմոնյան, Մայր Հայաստան, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան, համար 4 Կարեն Սիմոնյան, ճիշտ ընդրություն, Կարեն Սիմոնյան,
Որ փոխենք։ Որ փոխենք։ Որ փոխենք։ Միացիր։ Միացիր։ Համար 4 Կարեն Սիմոնյան Համար 4 Yes,